Ողջույն, եթերում հարցազրույցն է, զրուցել եմ ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանի հետ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հրավերը ընդունելու համար, Տիկին Կարապետյան։ Տիկին Կարապետյան, այս քարոզիայի հիմնական թեմաները գլխավոր դատախազի կողմից միջնորդություններն էին։ Ազգային ժողովի երկու պատգամավորներին անձեռնմխելիություն զրկելու վերաբերյալ, ոմանք սա չեն ընկալում բացառապես իրավական տիրույթում եւ քաղաքական աստառ են դրան տալիս, մասնավորապես ձեր նախկին գործընկերոջ դեմ ուղղված մեղադրանքները համարում են հրահանգավորված, իմիջիայլոց հենց պատգամավորը ինքն էլ կարծում է, որ դա այդպես է։ Նրանք, ովքեր կարծում են, որ սա հրահանգավորված է, ասում են, եթե այդ պատգամավորը թիմին դեմ դուրս չգար, ապա նման քրեական գործեր չէին լինի կամ լինելու դեպքում, անգամ եթե ինքը շարունակեր մնալ թիմի կողքին, սրանք չէին հրապարակայնեցվի կամ նրա դեմ չէին օգտագործվի։ Սա զուտ իրավական գործընթաց է եւ եթե այո, ինչու են դրանում քաղաքական նրբերանգները այսքան շատ։ Եթե քաղաքական գործընթաց է, ապա ինչու է իրավականով փաթեթավորվում։ Մենք դատախազին հարցեր ենք ուղղել, բարձելու համար այդ հիմնական հարցը, թե արդյոք դրդապատճառը բացառապես իրավական է, թե կա որևէ այլ դրդապատճառ։ Ես ներքին համոզմունք ունեմ, որ որևէ այլ դրդապատճառ քաղաքական մեծամասնության կողմից չէր կարող լինել, որովհետև մենք խմբակցությամբ այնտեղ նստած ենք հենց րոպեներ առաջ էլ խմբակցության նիստ ենք ունեցել այս թեմայով, հասկանալու համար ինչպես ենք գնահատում ամբողջ հարցուպատասխան, այսինքն մենք որոշում էլ չունեինք, թե ինչպես ենք քվեարկելու, եւ այդ քննարկումը եւ այդ որոշումը կայացրել ենք րոպեներ առաջ, այդ ամբողջ հարցուպատասխանը, քննարկումը լսելուց, բնականաբար միջնորդության տեքստին ծանոթանալուց, հետեւաբար ես համոզված եմ, որ քաղաքական մեծամասնությունը, կառավարությունը եւ Հայաստանի Հանրապետության վարչապետը քաղաքական հետապնդման ենթարկելու մտադրություն պատգամավոր Հովիկ Աղազարյանի չունի։ Սա թողնենք մի կողմ։ Հարցերի միջոցով մենք փորձել ենք դատախազից հասկանալ, թե որքանով է հնարավոր այլ տիպի հանգամանքների ներկայությունը, հա, միջնորդության մեջ։ Իհարկե սա կարելի է ասել կարելի էր որոշ չափով անել, կարելի էր որոշ չափով չանել, միայն անդրադառնալ այն մասին, որ մենք քաղաքական նման մտադրություն չունենք, բայց մենք այդ հարցերը ուղղել ենք եւ հիմա կասեմ, թե ինչի նկատի ունեմ սա ասելով։ Եթե ուշադիր եք լսել դատախազի ասածին, նա որպես այսպես ասած հնարավոր կասկածների փարատում նշել է, որ այս երկու քրեական գործերի հետքերով դատախազությունը կամ քննող մարմինները սկսել են գնալ լրիվ այլ գործերի քննության ժամանակ։ Սա կարևոր հանգամանք է։ Այսինքն դատախազը ինչու է սա շեշտում մեր առջև, ցույց տալու համար, որ եթե որևէ ոչ քաղաքական մեծամասնության կամ կառավարության կողմից, այլ ենթադրենք դատախազության ներսից որևէ տրամադրվածություն լիներ, ապա քրեական գործերի կամ քննությունների սկիզբը կսկսվեր 0-ից պարոն Աղազարյանի հետ կապված։ Մինչդեռ քննող մարմինները այլ հարցեր են քննելիս եղել, այլ քրեական գործեր, այլ անձանց մասին եւ իրենց ձեռք բերած ապացույցների շրջանակում սկսել է շոշափվել խոսակցությունների մեջ, հա, այլ անձանց, այլ քրեական գործերի, սկսել է շոշափվել պատգամավոր Հովիկ Աղազարյանի անունը եւ ուրեմն մի գործը դեռևս 2023 թվականից է սկսել քննության կամ 2024, այսինքն դեռևս այն ժամանակվանից, երբ, այսպես ասած, քաղաքական տարաձայնություններ քաղաքական մեծամասնության եւ Հովիկ Աղազարյանի միջև չկային եւ հետեւաբար հնարավոր չէր լինի դա վերագրել ուրեմն նման մտադրություններին եւ երկրորդը շատ կարեւոր բան էլ ասեց դատախազը, այս ավելի թարմ գործը հետևյալի մասին է, որ քննող մարմինները դատախազությունը չի կարող պարոն Աղազարյանին ներգրավել որպես մեղադրյալ, քանի դեռ չունի ազգային ժողովի համաձայնությունը։ Հետևաբար այս գործի ընթացքը առավել, այսպես ասած, սեղմ ժամկետներում է եկել ազգային ժողով, որովհետև ինքն էլ հնարավորություն չունի Հովիկ Աղազարյանին ներգրավելու որպես մեղադրյալ։ Իսկ այլ կարգավիճակով ներգրավելու պարագայում խնդիր կառաջացներ դատախազությունը, որովհետև մարդը իրավունք ունի ինքն իր դեմ ցուցմունք չտալու։ Եվ եթե օրինակ որպես վկա ներգրավեր գործի մեջ եւ ցուցմունքներ տար, դրանք այնուհետև վերաբերելի չէին լինի դատարանում, եթե նրա կարգավիճակը հետագայում փոխվեր եւ դառնար մեղադրյալ։ Այսինքն այս երկրորդ գործը շատ բան դեռևս հնարավոր էլ չէր պարզել, քանի դեռ պարոն Աղազարյանը չէր զրկվել անձեռնմխելիությունից, չէր ներգրավել որպես մեղադրյալ եւ ուրեմն հանդես չէր եկել
ի պաշտպանություն իրեն։ Այստեղ հարցն այն է, Տիկին Կարապետյան, որ արդյոք Հովիկ Աղազարյանին կհասնեին գործի որոշ դրվագներ, եթե որոշակի քաղաքական տարաձայնություններ տեղի չունենար քաղաքական թիմի հետ։ Այո, դուք ասում եք, որ եղել են գործեր, որոնք քննվել են եւ այդ քննությունների ընթացքում պարզվել է, որ Հովիկ Աղազարյանը որոշակի կապ առնչություն ունի այդ քրեական գործերի նյութերի հետ։ Հարցն այն է, եթե չլիներ տարաձայնությունը քաղաքական թիմի հետ, կհասնեին նրան, միգուցե շրջանցեին նրան առհասարակ։ Դե ես նման ենթադրությունների չեմ, այսինքն ինձնից բանջում է, որ ես հիմա ասեմ, այո, ես ունեմ համոզմունք, որ այդպես կլիներ։ Այս նախադասությունը դիցուկ ես եթերում ասեցի, դրանով ինչ կփոխվի։ Սա փաստարկ չէ։ Եթե մենք խոսում ենք փաստարկներից, մենք կարող ենք անդրադառնալ իմ նախորդիվ նշած հանգամանքներին, որ դատախազը մեզ ի պաշտպանություն իր ներկայացրած գործի ասում է, որ այլ գործերից են իմացել քննող մարմինները սրա մասին, այսինքն հատուկ նպատակադրում չեն ունեցել գնալու պարոն Աղազարյանի հետևից, եւ երկրորդ գործով նույնիսկ հնարավորություն չունեն պարոն Աղազարյանին հարցաքննելու եւ մեզնից թույլտվություն են խնդրում։ Եվ մի կարևոր հանգամանք էլ անձեռնմխելիության ինստիտուտը Ազգային ժողովի ձեռքում է որպես գործիք պատգամավորներին, այսինքն պատգամավորները միմյանց, որպեսզի պաշտպանեն քաղաքական հետապնդումից, ոչ այլ ինչ։ Այսինքն մենք իրավունք չունենք, չպետք է մտնենք խորանանք թեմաների մեջ։ Այսինքն այդ քննարկումը տեղի ունեցավ, իհարկե ամենայն զգուշավորությամբ, չխախտելով պարոն Աղազարյանի անմեղության կանխավարկածը եւ քննարկումը դիտած բոլոր մեր քաղաքացիները կարող են համոզվել, որ նպատակադրում չկար պատգամավորների կողմից օրինակ ապացուցելու, որ պարոն Աղազարյանը մեղավոր է կամ անմեղ է։ Հարցադրումներ էին հնչում հասկանալու համար իրավիճակը, բայց անձեռնմխելիության գործիք է քաղաքական միջամտությունից պաշտպանելու համար։ Մնացած, այսինքն դա գործիք չէ հասկանալու համար մեղադրանքի ամրությունը, գործի ամրությունը, փաստարկներին դատավորը ինչպես կնայի, հարի համոզիչ դատավոր այդ փաստարկները, թե ոչ։ Դրա մասին դատողություններով չէ, որ մենք հիմնականում, այսինքն առանց խոսակցության, դա չէ։ Արդյոք այս գործը հաջողությամբ է պսակվելու դատարանում, թե չէ։ Մենք այդ հարցի մեջ չէ, որ կարող ենք կամ պետք է խորանանք։ Մենք ընդհանրապես պետք է դիտարկենք հետեւյալ հարցը։ Մենք նկատում ենք քաղաքական հետապնդման էլեմենտներ, թե ոչ։ Դե մեր մասով մենք ունենք համոզմունք։ Դիմությունը ունի համոզմունք, որ ոչ թե էլեմենտներ կան, այլ սա ուղղակի դասական քաղաքական հետապնդման օրինակ։ Դե այդ պարագայում Տարոն Մարգարյանի քննարկման ժամանակ ուր էր մեր ընդդիմությունը։ Դե ի սկզբանե հայտարարել էին, չէ՞, կարծես թե որ չէին։ Տարոն Մարգարյանի նույն այսօր էլի քննարկվել է, եթե քաղաքական հետապնդում է։ Ուր էին ընդդիմադիր եք դուք բացատրում դա։ Որովհետև պարոն Աղազարյանի թեման նոր է, կարելի է ուրեմն դիվիդենտներ հավաքել, այդ բոլոր ելույթները ունենալ, հա, փորձել պղտոր ջրում ձուկ որսալ եւ այլն, այնուհետև չքվեցին մեկ ընդդիմադիր պատգամավոր, ոչ Տարոն Մարգարյանի խմբակցությունից, ոչ էլ Հայաստան դաշինքից ներկա չէր այդ քննարկմանը, կես բառ ասելու այն մասի, որ դա քաղաքական ուր էին նրանք, չէ, ինչով է բացատրվում այդ երկու հարցերը մենք քննարկել ենք րոպեների տարբերությամբ, գուցե նույնիսկ ընդմիջում էլ չի եղել։ Դատախազը ամբիոնի մոտ մի հարցը ավարտեց զեկուցել, սկսեց զեկուցել մյուս հարցը։ Ուր էին նրանք։ Այսինքն սա ենթադրություն կարող է տալ առ այն, որ իրենք չեն հավանում, որ Տարոն Մարգարյանը քաղաքական հետապնդման է ենթարկվում, թե ըստ քաղաքական նպատակահարմարության, նա թեմա է մեդիատիկ։ Կարելի է գալ եւ ուրեմն այդպես փորձել քաղաքական դիվիդենտներ հավաքել, այս մի թեման ես նույնիսկ ասեի նրանք շահագրգռված չէին, որ Տարոն Մարգարյանի շուրջ եղած այդ գործի մանրամասները գուցե արտաբերվեն եւ նման մանրամասնությամբ քննարկվեն, հարցեր հնչեին եւ իրենք էլ կային ուրեմն պաշտպանեին այդ նույն դիրքերից թեկուս, այդ նույն դիրքերից, բայց ինչ եմ ուզում ասեմ, քաղաքական մեծամասնությունը իր գործողությունների մասով եւ կառավարության եւ վարչապետի մտադրությունների մասով միանշանակ է, մենք մեր համոզմունքում միանշանակ ենք, որ մենք քաղաքական հետապնդման ենթարկելու որևէ մտադրություն չունենք։ Մեզ մնում էր ստուգելու, թե արդյոք այլ տիպի մտադրություններ կարող են լինել իրավապահ համակարգում, եւ մենք այդ մտադրությունները ստուգել ենք հարցադրումներով եւ պարզելով, որ ուրեմն ազդակները ստացվել են դեռ 2023-24 թվականներին այլ գործերով, իսկ այս ավելի թարմ գործով քննող մարմինը նույնիսկ հնարավորություն չունի
պարոն Աղազյան, քանի որ նա անձեռնմխելիության պաշտպանված է։ Որևէ կարգավիճակ չունի, պիտի կարգավիճակ ստանա, որ կարողանա կարող է վկայի կարգավիճակով կանչել առանց անձեռնմխելիությունից զրկելու, բայց եթե այդպես էլ կանչի, այդ ցուցմունքները արժեք չեն ունենա հետագայում մեղադրանք ներկայացնելու, որովհետև մարդը երբ ունի մեղադրյալի կարգավիճակ, ինքն իր դեմ ցուցմունք չի տալիս։ Այս մասին դատախազը մանրամասն իհարկե խոսեց։ Մեզնից գալիս էր, ուրեմն այս ստուգումը իրականացնելու եւ մնացածը արդեն մեր դատական գործընթացի ձեռքում է եւ պետք է հասկանանք, որ սա դատավճիռ չէ։ Սա դատավճիռ չէ, դեռևս ուրեմն մրցակցային դատավարության շրջանակներում պատգամավորները իրավունք կունենան իրենց պաշտպանելու, դատախազը մեղադրող կողմը կլինի, իսկ դատավորն է կլսի փաստարկներ եւ որոշում կկայացնի։ Այլ հարցի գալով, Տիկին Կարապետյան, վարչապետը ազգային ժողովում կառավարության հարցու պատասխանի ժամանակ հայտարարություն արեց, որը բավականին սուր քննադատությունների առիթ է տվել։ Խոսքը վերաբերում է Ղարաբաղյան շարժումը չշարունակելու քաղաքական որոշման հայտարարությանը։ Վարչապետի այս հայտարարությունը մեկնաբանվում է այն կերպ ընդդիմադիր շրջանակների կողմից, որ սա վերացնում է նորանկախ Հայաստանի պատմության բովանդակությունը, որը հիմնված է եղել նաև Ղարաբաղյան շարժման վրա։ Ձեր մեկնաբանությունը։ Ինչ որ առումով ճիշտ են մեր ընդդիմախոսները։ Հայաստանի երրորդ հանրապետությունը ստեղծվել է Լեռնային Ղարաբաղի շարժման, այսինքն Ղարաբաղյան շարժման եւ անկախության շարժման միաձուլումից։ Նույնիսկ այսպիսի տարածված կարծիք կա այն մարդկանց կողմից, ովքեր նաեւ անմիջական մասնակիցներն են եղել այդ պատմական ընթացքի, որ սկզբում Լեռնային Ղարաբաղյան շարժումն էր առաջացել եւ այնուհետեւ Հայաստանը, դեռևս խորհրդային Հայաստանը, տեսնելով, որ խորհրդային միությունը չի արձագանքում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կարիքներին, անվտանգության, նպատակ դրեց իր առջև մեծացնելու իր անկախությունը, որպեսզի ինքը հոգա այդ կարիքները։ Այսինքն կա նման ընկալում, որ Հայաստանի երրորդ հանրապետությունը անկախության ձգտել է Լեռնային Ղարաբաղի շարժումը սպասարկելու համար։ Ես ձևակերպում եմ փոքրինչ ավելի մեղմ, ասում եմ, որ Ղարաբաղյան շարժումը եւ անկախության շարժումը միաձուլվել են, նկատի ունենալով, որ անկախանալու ձգտումներ Հայաստանում քաղաքական գործիչներ եղել են, որոնք ունեցել են նման ձգտումներ, հա, բայց փաստ է, այսինքն բոլորս համաձայն ենք, որ մեր երրորդ հանրապետության նախագիծը եղել է Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը սպասարկելը։ Եվ այդ նախագիծը այս տասնամյակների ընթացքում մենք կարող ենք ասել մեր կողմից թույլ տրված սխալների պատճառով կամ կարող ենք ասել Ադրբեջանի ագրեսիվ դիրքորոշման պատճառ զանազան, հա, ընթացքը ամբողջությամբ գիտենք, չի իրագործվել։ Եվ 2020 թվականից հետո մեր ճգնաժամը ներքաղաքական նաև դրանով էր, իհարկե պարտությամբ զոհերով նախ եւ առաջ, բայց նաև կար, այսպես ասած, անիմաստության զգացողություն։ Իսկ որն է մեր նպատակը, որն է մեր հանրապետության նախագիծը, այսպես ասած, եթե այն ինչի համար մենք այդքան զոհողությունների ենք գնացել, մեր ժողովուրդը այդքան զրկանքներ է կրել այդ նպատակը սպասարկելու համար, այլևս այդ նպատակին ուրեմն չենք կարողանում ծառայել եւ չենք կարողանում այդ նպատակը իրագործել, այդ դեպքում ինչի համար է Հայաստանի Հանրապետությունը։ Այս քննարկումները տևական ժամանակ են շարունակվել, հրապարակային, ներքաղաքական, եւ մենք հանդես ենք եկել իրական Հայաստանի նախագծով, կոնցեպտով, որպես մեր առաջարկվող պատասխանը այդ հարցի, ինչի համար է Հայաստանի Հանրապետությունը։ Եվ գիտեք ձևակերպումները, ես այդտեղ չխորանամ։ Հիմա վարչապետի ձևակերպումը կրկին անդրադառնում է այդ հարցին։ Հետևաբար մենք հաջորդ համապետական ընտրություններում այդ հարցին ենք պատասխանելու։ Արդյոք մենք ունենք ռեսուրսներ նախ եւ առաջ, կամ եթե նույնիսկ չունենք ռեսուրսներ, առանց ռեսուրսների, մենք կենտրոնանում ենք նրա վրա, որ Ղարաբաղյան շարժումը շարունակում ենք որպես մեր հանրապետության կոնցեպտ, որտեղ այդպես է ստեղծվել այս հանրապետությունը, թե այնուամենայնիվ վերաիմաստավորում ենք այս հանրապետությունը եւ կենտրոնանում ենք իրական Հայաստանի կոնցեպտի վրա։ Բայց եթե մենք հրաժարվում ենք ձեր այդ ասած հնարավորություն չունենալու պատճառով այն նպատակից, որ ի սկզբանե դրվել է, մենք արդյոք Հայաստանի համար ավելի լավ ապագա կառուցելու հնարավորություն ստեղծում ենք։ Ես համոզմունք ունեմ, որ այո։ Ցավոք սրտի 91 թվականին ցավոք սրտի Կարապետյան, որ սա
խաղաքարտ է, եթե նույնիսկ այսօր հնարավոր չէ այդ շարժումը շարունակել, բայց դա խաղաքարտ է հետագայի համար, որ նույնիսկ կարելի է Ադրբեջանի դեմ օգտագործել։ Ընդհակառակը, խաղաքարտ է եղել Ղարաբաղյան շարժումը այլ դերակատարների ձեռքում, որովհետև այն պահին, երբ արձանագրվել է, որ հեռանկար չունի այդ հարցը, իսկ դա տարբեր հանգրվաններում տարբեր կերպ արձանագրվել է, կարող ենք ընտրել Լիսաբոնի ԵԱՀԿ համաժողովը, որտեղ ամբողջ աշխարհը ասել է, որ անհեռանկար է ձեր այդ նախագիծը, մենք պարզապես չենք ցանկացել ընդունել այդ որոշումը եւ Հայաստանի նախագահը վետո է կիրառել այդ որոշման նկատմամբ։ Այդ պահին կարող էինք, եթե մինչ այդ չէինք նկատել, այդ պահին կարող էինք նկատել, որ նախագիծը անհեռանկար է, բայց մենք շարունակել ենք հետապնդել այդ նպատակը եւ սա օգտագործվել է որպես խաղաքարտ Հայաստանից դուրս Հայաստանի ինքնիշխանությունը սահմանափակելու համար։ Մեր արչև, մեր ազգային իղձերը մեզ հիշեցնելու եւ այդ իղձերի իրագործման համար մեզնից գին պահանջելու, Հիմա եթե այդ հարցը փակվում է, այդ գին այլևս որևէ մեկը չի պահանջելու։ Եթե Լեռնային Ղարաբաղի շարժումն ենք դադարեցնում եւ կենտրոնանում ենք իրական Հայաստանի կոնցեպտի վրա, այդ գինը այլևս պահանջելու հնարավորություն չեն ունենալու, որովհետեւ փոխվում է Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության ողջ կոնցեպտը։ Մեզ այլևս անհրաժեշտ չէ մեկ ռազմավարական դաշնակից, որը մեզնից անգամներով ուժեղ մեր հարևաններին պետք է զսպի եւ մենք դրա համար պետք է վճարենք։ Այդ կոնցեպտն է փոխվում ամբողջությամբ եւ մենք բալանսավորման եւ բալանսավորված արտաքին քաղաքականության շրջանակներում նախ դիվերսիֆիկացնում ենք մեր կախվածությունները եւ այստեղ խոսքը մեկ կախվածությունը երկու կախվածության փոխարինելու մասին չէ։ Այստեղ խոսքը մեկ կախվածությունը բազում այլ կախվածություններով փոխարինելու մասին է, որտեղ այդ կախվածություններից որևէ մեկը այնքան կշիռ չի ունենա, որ մեզ կրկին վերադարձնի այդ ցիկլի մեջ, որտեղ մենք ստիպված կլինենք մի որևէ բան մեր ինքնիշխանությունից, մեր ռեսուրսներից զոհաբերել, որպիսի սպասարկվի այժմ արդեն իրական Հայաստանի նպատակը։ Արցախցիների հարցը։ Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց համար մենք ջանք ենք գործադրում, որպեսզի նրանք կարողանան նոր կյանք սկսել այստեղ, գտնել աշխատանք, գտնել մշտական բնակության վայր։ Դա է մարդկայինը, դա է էթիկականը, եւ մենք քաղաքական նպատակների համար չենք օգտագործելու այդ հարցը։ Բայց չհետապնդել նրանց վերադարձի իրավունքի պաշտպանությունը։ Այդ հարցը այս պահի դրությամբ իրատեսական նորեն հետապնդելու հնարավորություն չկա։ Եթե ոչ այսօր, ապա վաղը, մյուս օրը, ապագայում, եթե մենք փակում ենք Ղարաբաղյան շարժում առհասարակ հարցը դնում ենք մի կողմ, արդյոք հետագայում հնարավոր կլինի նրանց վերադարձի իրավունքի համար որևէ լծակ գտնել պայքարելու։ Հնարավորություն այն ինչ մենք այսօր անում ենք Հայաստանի Հանրապետության կոնցեպտի հետ, ապագայի այդ հնարավորությունները ոչ մի կերպ չի սահմանափակում։ Այսինքն, եթե հարցը վերաձևակերպեմ, եթե մեզ հարց են տալիս, արդյոք ապագայում մենք կարողանալու ենք կրկին հետապնդել Հայաստանի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ստեղծման նպատակ, ապա մեղադրանքը ճիշտ է, կարող են ասել, այո, Հայաստանի Հանրապետությունը այսօր հրաժարվում է եւ փակում է դուռը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, այսինքն երկրորդ հայկական հանրապետություն ստեղծելու նախագծի արչև հնարավորությունը Հայաստանի Հանրապետության փակում է։ Այս իմաստով մեղադրանք ճակերտավոր եմ ասում, որովհետև ես սա չեմ ընդունում, որ երբևէ իրատեսական է եղել, բայց եթե մեղադրանքը դա է, ապա այո, դա մենք անում ենք եւ սա պետք է լինի գիտակցված որոշում։ Մենք պետք է որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ հասկանանք, որ երբ մենք Թուրքիային ասում ենք բացենք պետական սահմանը, տնտեսական հարաբերություններ ուրեմն ունենանք, որովհետև Հայաստան ցանկանում է ապաշրջափակվել, մեր տնտեսությունը զարգանալու համար մի որոշակի սահմաններ ունի։ Դրանից այն կողմ մեզ անհրաժեշտ է, որպեսզի գնացքները աշխատեն եւ Հայաստանից բան արտահանվի։ Եթե մենք սա ասում ենք, բայց միևնույն ժամանակ այսպես ասած մեր ներքին խոսակցություններում կլինի դա ընդդիմադիր կառավարող ուժ, կլինի դա համաձայնեցված, դեռևս պահպանում ենք այդ միտքը, այդ գաղափարը, որ մենք այնուամենայնիվ ունենք քաղաքական ծրագրեր Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս եւ այստեղ իրականում կարևոր չի դեպի արևմտյան սահմանից դուրս, թե դեպի արևելյան սահմանից դուրս։ Այդ դեպքում մենք ինչպես ենք հույս փայփայում, որ Թուրքիան այդ սահմանը կբացի։ Այսինքն մենք իրատեսական ենք համարում, որ մեր հարևանները չարձանագրելով այդ փաստը, որ Հայաստանի Հանրապետությունը ունի քաղաքական ծրագրեր, քաղաքական նախագծեր իր սահմաններից դուրս, շարունակենք պնդել, որ այնուամենայնիվ Հայաստան-Թուրքիա սահմանը պետք է բացվի։
Այսինքն մենք ինչի հետևից ենք գնում։ Կամ մենք պետք է ինքներս մեզ հետ ազնիվ լինենք, ճշգրտենք մեր պատկերացումները, մեր երկրի չափերի մասին, ապագայում մեր երկրի չափերի մասին։ Սա դժվար գործ է։ Ես էլ եմ նույն հանրակրթության միջով անցել, ինչով մեր բոլոր քաղաքացիները։ Եվ սա շատ բարդ, ցավալի գործ է, բայց մենք այդ գործը պետք է անենք հանուն մեզ եւ հանուն ապագա սերունդների։ Լավ, Տիկին Կարապետյան, խաղաղության պայմանագրին գանք, ժամանակը շատ սուղ է մեզ մոտ։ Ընդդիմությունը շարունակաբար պնդում է, որ դուք պիտի եւ պարտավոր եք հրապարակել խաղաղության ամբողջական տեքստը, այն համաձայնություններով, որը այս ընթացքում ձեռք է բերվել։ Չնայած իհարկե այն բանին, որ կողմերը համաձայնվել են, թե ինչ տեքստով կարող են կնքել փաստաթուղթը խաղաղության, այդուամենայնիվ ոնց որ թե հայկական կողմից էլ չկա վստահություն, որ Ադրբեջանը ստորագրելու է։ Նախ ինչու է ընդդիմությունը շարունակաբար պնդում, որ հրապարակեք այդ փաստաթուղթը, դա հնարավոր է թե ոչ։ Ինչ կա դրանում, որ հայտնի չի եղել այս ընթացքում, եւ դուք ոնց եք պատկերացնում այս իրավիճակի հետագա ապագան։ Մենք անհամբեր սպասում ենք այն պահին, երբ հնարավոր կլինի խաղաղության պայմանագիրը հրապարակել եւ մեր բոլոր քաղաքացիները կծանոթանան այդ տեքստին, կտեսնեն, որ այդ տեքստի զանազան բաղադրիչների մասին մենք այս կամ այն պահին արդեն իսկ հրապարակային առանձին խոսել ենք։ Անհամբեր սպասում ենք այդ հնարավորությանը։ Այդ հնարավորությունը կստեղծվի, երբ պայմանագիրը ստորագրվի եւ մենք խախտած չենք լինի բանակցությունների էթիկան։ Ընդհանրապես դա ես կարող եմ հերթով հիմա անցնել պայմանագրի դրույթների վրա հղում կատարելով մեր նախորդ ասված հրապարակային դիրքորոշումներին եւ կամբողջանան գրեթե այդ 17 հոդվածները, նախաբանը եւ ամեն ինչ, որովհետեւ մենք բոլոր հոդվածների մասին գրեթե խոսել ենք, ասենք չենք խոսել, գիտեք ինչպիսի հոդվածի մասին, որ երկու տեքստերի լեզուների տարբերության ժամանակ հղում ենք կատարում, ասենք դա ինչ էական է, թե որ վերջին հոդվածը ենթադրենք թե դա է, որ կամ որ պայմանագիրը ուժի մեջ է մտնում, երբ կողմերը ներպետական ընթացակարգերով կանցկացնեն պայմանագիրը եւ կփոխանակեն։ Այս արդեն իսկ եղավ, եթե գուցե սրանք մեկ հոդվածում են գրված, գուցե երկու հոդվածում։ Մյուսներին կարող եմ անդրադառնալ։ Հայցերը գիտենք, հրապարակային սրա մասին խոսվել է։ Գիտենք նաև երրորդ ուժի տեղակայման մասին հոդվածը, այս էլ ուրեմն գնաց։ Գիտենք, որ կա հոդված սահմանազատման հանձնաժողովների աշխատանքի մասին եւ որ ապագայում եւս մեկ պայմանագիր է կնքվելու, երբ այդ սահմանը կամբողջանա։ Ընդ որում այստեղ կարեւոր է, որ մեզ հիշում եք ընդդիմությունը շարունակաբար մեղադրում էր, ասում էր, այ սահմանազատման այդ արձանագրության մեջ երկկողմ ստորագրված գրված է Ալմաթայի հռչակագիրը եւ գրված է, որ եթե խաղաղության պայմանագիրը այլ բան չնախատեսի։ Հիմա տեքստը համաձայնեցված է եւ տեքստը այլ բան չի նախատեսում։ Տեքստում գրված են կրկին խաղաղության պայմանագրի տեքստում գրված է Ալմաթայի հռչակագրի մասին։ Մեր ընդդիմադիրները այս մասին որևէ բան ունեն ասելու մեր ժողովրդին, թե չէ։ Հաջորդը գիտեք, որ ներքին օրենսդրությունը չվկայակոչելու հոդվածն է չկատարելու համար պայմանագրի դա ավելի ստորադաս է, քան խաղաղության պայմանագիրը։ Այո, գիտենք, այս հոդվածի մասին էլ ենք ուրեմն բարձրաձայն խոսել։ Մի հոդված կա այն մասին, որ կողմերը կհամագործակցեն զանազան ոլորտներում, այսինքն սա այնքան անմեղ հոդված է, որ նույնիսկ այսինքն հրապարակային չենք քննարկել, որ այո, խաղաղության հաստատումից հետո ուրեմն կհամագործակցեն։ Մի քանի հոդվածով, տարբեր ձևակերպումներով երկու երկրները ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը հանձն են առնում չմիջամտել միմյանց ներքին քաղաքական կյանքին, քաղաքական անկախությանը, գիտեք, այս ձևակերպումների մասին ենք խոսել։ Ուժի չկիրառման հոդվածը եւ նախաբանը, այսքանով ամբողջացավ այդ պայմանագիրը, այլ բան չկա, բայց ես նաեւ հասկանում եմ, որ մեր քաղաքացիներ կցանկանային անձամբ իրենց աչքերով տեսնել, բառ առ բառ կարդալ եւ ինքնուրույն մտածել, ինչպես կարող է այդ տեքստը մեկնաբանվել ապագայում։ Լավ, ես հասկանում եմ այդ կարիքը եւ ես էլ անհամբեր սպասում եմ, որ կստորագրվի եւ կհրապարակվի, բայց մի դրվագել եմ ուզում հիշեցնել։ Մեր ընդդիմությունը արձանագրությանը հանձնաժողովների ասում էր, որ ահա դուք ստորագրել եք, բերում եք ազգային ժողովում վավերացնում եք, Ադրբեջանը չի անելու, դե կտեսնեք չի անելու, դե կտեսնեք չի անելու։ Եվ ինչ եղավ։ Արեց, փոխանակվեց, հանձնաժողովները եւս մեկ անգամ հանդիպեցին, որոշում կայացրեցին, որ սահմանազատումն ու սահմանագծումը հյուսիսից սկսելու են, հարավով վերջացնելու են։ Բայց ձեզ մոտ էլ չէ, որպես քաղաքական թիմ դուք ունեք անհանգստություն, որ Ադրբեջանը չի ստորագրում։ Ես չեմ տեսնում, այնպես չի, որ ես չունեմ անհանգստություններ, այնպես չի, որ ես չեմ տեսնում, որ այս process-ը սարսափելի դժվար է։ Պարզապես ես կարծում եմ, որ մեր ընդդիմությունը փոխանակ Հայաստանի համար ցավելու եւ ուզենալու, որ Հայաստանը հաջողի այս բոլոր հարցերում, անընդհատ փորձում է գտնել ձևեր այդ process-ը որևէ կերպ տորպեդահարելու կամ Հայաստանի ներսում առանց իսկ օբյեկտիվ պատճառներով գոյություն ունեցող թերահավատությունը բազմապատկելու միջոցով առաջացնելու անհնարինություն
խաղաղության ուղղությամբ շարժվելու։ Կարապետյան, իրենք վստահ են, որ դա չի կարող բերել խաղաղություն, որովհետև դուք զիջում եք, Ադրբեջանը պահանջում։ Ուրեմն, երբ որ Ադրբեջանը ստորագրում է մի փաստաթղթի տակ, որտեղ գրված է, որ մեր նկատմամբ տարածքային պահանջներ չի ներկայացնելու, սա ում զիջումն է։ Երբ Ադրբեջանը, գիտեք չէ, որ 44-օրյա պատերազմի ընթացքում Թուրքիայի զինված ուժերի ներկայացուցիչներ են ինչ-որ պահից վերցրել իրենց ձեռքը Ադրբեջանի զինված ուժերի կառավարումը։ Այս մասին խոսել ենք, չէ՞։ Այս մասին խոսել ենք։ Երբ Ադրբեջանը ստորագրում է մի փաստաթղթի տակ, որ մեր ընդհանուր սահմանի երկայնքով չի տեղակայելու երրորդ երկրների ուժեր, սա ում զիջումն է։ Ասում են դե նույն այդ ներողություն, այս մասով մի արձագանք, ասում են դե երրորդ երկրների ուժերի չտեղակայման դրույթը չի կարող վերաբերել Ադրբեջանին այնքանը, որ իրենք են պահանջում, որ եվրադիտորդները մեր սահմանից դուրս գան, նրանք են այստեղ, իրենք չունեն երրորդ երկրի ներկայություն իրենց սահմանների վրա, հետեւաբար հարցը մեզ է վերաբերում։ Ասում են, բա հետագայում բա որ մենք կարիք ունենանք որևէ երրորդ երկրի ուժի ներկայության, այդ դեպքում մենք այս փաստաթղթով դա առհասարակ ենք սահմանափակում։ Երկու ստեկ ենք սահմանափակում։ Ադրբեջանը եւս հանձն է առնում չներգրավելու եւ ես հիմա չունեն ներգրաված, ինչի պիտի ներգրավեն, եթե Եվրոպական միության քաղաքացիական առաքելությունը դիտորդություն է իրականացում եւ մենք դեռևս կհասկանանք այդ դիտորդական առաքելության անցկացման ճշգրիտ ֆորմատը որն է լինելու, որ չխախտի պայմանագրի դրույթները, երբ այն իհարկե ստորագրվի, վավերացվի եւ ուժի մեջ։ Մենք սա դեռ կհասկանանք։ Խնդիրը նրանում է, ես ձեզ ինչի վրա ձեր ուշադրությունը ինչի վրա եմ հրավիրում, որ Թուրքիայի զինված ուժերի զինծառայողները ուղղակի մասնակցություն են ունեցել ռազմական գործողություններին եւ Ադրբեջանը ստորագրում է մի փաստաթղթի տակ, որը սահմանափակում է իր ինքնիշխանությունը անել նման բան, ինչպես եւ մենք։ Եվ եթե հակափաստարկ է հնչում, որ Ադրբեջանը պայմանագիրը կխախտի ապագայում, պայմանագիրը երբ խախտվի, այլևս պայմանագիրը չի, այո, իրավիճակը կփոխվի։ Այսինքն այն բոլոր դրույթները, որոնք այդ պայմանագրում կան, որքան սահմանափակում են Հայաստանի մանևրելու հնարավորությունները, ինչքան որ տհաճություն են առաջացնում մեր մոտ, նույնքան սահմանափակում են Ադրբեջանի եւ նույնքան տհաճություն են առաջացնում իրենց մոտ։ Եթե մտադրություն կունենան խախտելու այդ պայմաններ, ուրեմն կփլուզվի ողջ պայմանավորվածությունը, բայց ես սա չեմ ասում այն նպատակադրման, որ ես այդպես եմ ցանկանում, այդպես եմ կանխատեսում։ Ընդհակառակը, մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի հարատև խաղաղություն լինի մեր երկու երկրների միջև, որքան էլ որ դա դժվար է, որքան էլ որ դա դժվար է, ես չեմ ցանկանում, որպեսզի իմ քաղաքական սերունդը այս խնդիրը ժառանգի հաջորդ սերունդներին եւ դա թավորի որպես մեր երազանքներն ու ազգային իղձերի արչև դուռը չենք փակում։ Բայց դա միակողմանի չի լինում։ Մենք այդ կողմն ենք ուզում, բայց հենց Ադրբեջանը խնդիրն այնտեղ է, որ Ադրբեջանը դա չի ուզում, դա փաստարկված է իրենց հայտարարությունները վկա։ Տիկին Դանիելյան, Ադրբեջանը այսօր զարգացնում է բազում խոսույթներ, որոնք սպառնալիք են Հայաստանի Հանրապետության նկատմամբ, եւ պատասխանատու քաղաքական գործիչները պետք է այնպիսի որոշումներ կայացնեն, որոնք ոչ թե ինձ դնում են հերոսի դիրքում, որ ահա ես այսպես համարձակ կերպով արձագանքեցի ազգային ժողովի ամբիոնից մինչդեռ 18 տարեկան ժամկետային զինծառայողը սահմանին արդեն իսկ ուղիղ բանակցություն, փչակերտավոր բանակցությունների մեջ կմտնի մյուս կողմի զինվորի։ Դա չի ճանապարհը մեր խնդիրների լուծման։ Մեր խնդիրների լուծման ճանապարհը այդ քաղաքական պատասխանատվությունը ստանձնելն է, քայլ առ քայլ հարևանների հետ չմիջնորդավորված ուղիղ հարաբերություններ հաստատելն է եւ այդ հարաբերությունները պահպանելը։ Ինչպիսիք մենք ստորագրելն եք դուք պատկերացնում, որ պիտի լինի ուղիղ եւ դա շահավետ է։ Այո, որովհետեւ եթե դուք դիտում եք ամբողջ աշխարհում այսօր ինչ է կատարվում, բոլոր երրորդ կողմերը, լինեն դրանք մեզ համար բարոյապես ընդունելի կամ բարոյապես անընդունելի, միշտ գալիս են որոշակի սեփական շահերով։ Մենք սա պետք է նկատենք եւ ես համոզված եմ, որ մեր քաղաքացիները այս ամեն ինչը նկատում են։ Իհարկե կային պահեր, երբ մեզ անհրաժեշտ էր երրորդ կողմի ներգրավվածությունը, բայց ես անձամբ միշտ ընդգծել եմ, որ այդ երրորդ կողմի ներգրավվածությունը մեզ անհրաժեշտ է, որպեսզի Ադրբեջանը եւ մենք կարողանանք ուղիղ համաձայնության գալ։ Այնպիսի հարաբերություններ, ինչպիսի հետ մենք ունենք Իրանի հետ եւ Վրաստանի հետ։ Այնպես չի, որ այս ժողովուրդների հետ պատմական բարդ անցյալ չենք ունեցել, պակաս կամ ավել, բայց կարողացել ենք հասել մի կետի, որ մենք կարողանում ենք մեր հարաբերությունները պահպանել ինքնուրույն։ Որպես պետություն մենք պետքա մեր ոտքերի վրա կանգնենք եւ այդ գործողությունը պետք է համարձակություն ունենանք կատարելու մեկ անգամ եւ սերունդներին ժառանգելու մի հանրապետություն, որը հստակ է իր նախագծի մեջ, իր ուրվագծի մեջ եւ իր նպատակների մեջ։ Շնորհակալ եմ ձեզ։ Ես եմ շնորհակալ։ Զրուցակիցս ազգային ժողովի падգամավոր Մարիա Կարապետյանն էր։ Կհանդիպենք։